Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Եվ քանի որ օրը կիրակի է, դա նշանակում է, որ մեր եթերում լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է։ Մի ծրագիր, որին իսկապես նույնպես մեծ թվով սպասողներ կան։ Դե էլ չեմ խոսում մեր հյուրերի մասին, որոնք միշտ մեզ փորձում են անակնկալ մատուցել իրենց շատ ինքնատիպ մեկնաբանություններով։ Ով է այսօրվա հյուրը, բնական է, կհարցնի մեր հեռուստադիտողը և ավանդույթի համաձայն նախ դիտեք հյուրի մասին պատմող կարճ ինֆորմացիոն թողարկումը։ Հայ քաղաքական պետական գործիչ Պարույր Աշավիրի Հայրիկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ Որպես խորհրդային նշանավոր այլախոհ, նա 1967 թվականից մասնակցել է գաղտնի գործող ազգային միացյալ կուսակցության աշխատանքներին, այնուհետև ղեկավարել է ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը։ Նա նաև եղել է խորհրդային միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ղեկավարը։ Գրող և երգահան է։ 4 անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի, 1968-ից մինչև 1987 թվականներին, անցկացրել կալանավայրերում։ Հայոց սիրելի բարեկամներ, Պարույր Հայրիկյանն է մեր այսօրվա շատ ցանկալի հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես իհարկե շատ ցավում եմ, որ մի փոքր առավոտյան վատառողջ չէիք, այդ իսկ պատճառով կարծում եմ մեր զրույցը անկախ ամեն ինչից պիտի հետաքրքիր լինի։ Հուսամ այդպես է։ Վատառողջության մասին ասեմ, որ մեր տարիքի մարդկանց մասին ասում են, եթե որևէ չի ցավում, ուրեմն մահացել ես։ Այնպես որ Սարսափելի ոչինչ չկա։ Եկել ենք ժամանակավոր, այս երկրում ժամանակավոր էլ պիտի լինենք։ Պարույր Հայրիկյանին շատերը հարցնում են, ինչու տասնամյակներ շարունակ ձեր գրած նոր սահմանադրությանը այդպես էլ ընթացք չտվեցին իշխանությունները, չէ որ անգամ նույնիսկ փորձագետները անկախ բազմիցս նշել են, թե իսկապես որքան հրաշալի սահմանադրության հեղինակ է Պարույր Հայրիկյանը, որքան կայացած։ Ինչն էր պատճառը։ Քանի եկեք այդ վերջից սկսեմ, ըստ էության Պարույր Հայրիկյանը չէր հեղինակը, Պարույր Հայրիկյանը տեսավ, թե մեր Տերն ինչ էր ասում իր կարևորագույն պատվիրաններից մեկում, այն է Աստծո առաջ բոլորը հավասար են, և դա տեսնելով ես մտածեցի, իսկ ինչու աշխարհում գործող սահմանադրությունները այդ խնդրին լուծում տալ չեն կարողանում, ինչու չեն մինչև վերջ ապահովում մարդկանց իրավավասարությունը։ Քանի որ տասնամյակներ արդեն միայն որպես կազմակերպության ընդհատակ 60 տարի արդեն ես ընդհատակյա 61 տարի ընդհատակյա կազմակերպության անդամ եմ և ղեկավար դիրքերում եմ եղել շատ վաղուց, կարճացած շատ չխորանամ դրա մեջ։ Այս տարի լրանում է ազգային միացյալ կուսակցության 60-ամյակը, ես 58 տարի եղել եմ դրա ղեկավարը, սկզբից իրավիճակի բերումով, իսկ հետո ընտրված ղեկավարը։
Քանի որ ազգային միացյալ կուսակցությունը ազգային կազմակերպություն լինելով, իսկ եթե ազգային է, անպայման պիտի լինի ժողովրդավարական։ Եվ ազգը եւ ժողովրդավարությունը դրանք ազգային լինել նշանակում է հավատալ ժողովրդին, հավատալ նրա վերջնական ճիշտ կողմնորոշմանը։ Ես ժողովրդավարությամբ շատ եմ զբաղվել, հետաքրքրվել։ Ի վերջո սովետական միության այդ բոլոր ազգերին կարողացել եմ ինձնից անկախ է դա տեղի ունեցել իմ ժողովրդավարական կեցվածքով իմի բերել բոլոր պայքարող գործիչներին բոլոր ազգերի։ Ի վերջո նաև ընտրվել եմ Փարիզում 89 թվականին եւ ժողովրդավարության մասին մտածելով ես իհարկե տեսնում եմ, որ մեծագույն խնդիրը խտրականությունն է։ Հետո որոշ ժամանակ անց հասկացա, որ մեր քաղաքակրթության հիմքում ընկած է խտրականության բացառումը եւ այդ հարցում մեր քաղաքակրթությունը այնքան առաջ է գնացել, որ անգամ մերժելի մարդկանց, ասում է, չենք մերժում, Աստված բոլորին հավասար է ստեղծել եւ բայց այնուամենայնիվ տեսա, որ ընտրություններին մարդիկ գնում են, օրինակ Հայաստանում 4%-ն էլ շեմ կա։ 4%-ը չհաղթարած քաղաքական ուժի հետևորդները ներկայացուցչական կոչված մարմնից դուրս են մնում, լուծումը չկա, ասում էին բոլոր համաշխարհային սահմանադրագետները, միջազգային իրավունքի մասնագետ, ընտրական իրավունքի մասնագետները, լուծումը չկա, ես էլ ասում եմ գոնե առավելագույնին հասցնենք 100%-անոց համամասնականով, գոնե եւ համամասնությունը կպահպանվի եւ քիչ մարդ կտուժի։ Բայց հետո Աստված ինձ տվեց լուծումը, Աստված ինչպես է տարեց ինքը գիտի։ Հանկարծ քեզ թվում է թե դու մի բան իմացար, բայց որ Աստված չուզենար դու ինչպես կիմանայիր։ Եվ ես դրա հիման վրա արդեն 20 տարի աշխատում եմ տարբեր քաղաքական ուժերի հետ, 24 տարի կարող եմ ասել, որտեվ 2002 թվականին մենք արդեն ներկայացրել ենք տարբեր ատյանների, տպվել են նաև գրքեր դրա մասին, առաջին գործս եղել է քաղաքացիների ներկայացուցչականության գործակիցը խորհրդարաններում։ Գիտեք, երբ որևէ բան ասում ես ներկայացուցչական է, չէ՞, պարլամենտը ներկայացուցիչ։ Բայց քեզ չի հետաքրում այդ ներկայացուցչականը քանի տոկոսանոց ներկայացուցչական է։ 5 թե 100։ Եվ եթե 100 չի, պիտի ձգտես 100 դարձնել։ Ուրեմն ես դա գտա, բայց ինչու մեր իշխանությունները, ոչ միայն մեր իշխանությունները, նաև ընդդիմության մեջ մարդիկ, որ լսեցին, հասկացան, թիկունք չկանգնեցին գաղափարին, միայն իրենք կարող են ասել, թե գիտեք, մոտավորապես ասում եք այսպես, ինչու այսինչ մարդը ազնիվ չի, ինչու այս մարդը անաչառ չի, այդ հարցին ոչ ոք պատասխանել չի կարող, կամ ինչու այսինչ մարդը հոգեկան հիվանդ է, ոչ ոք դրա պատասխանը չունի, նույնիսկ այդ մարդը չի կարող իմանալ, բայց անազնիվ մարդիկ կարող են ասել, ես նախանձոց եմ, ես մարդու մասին չեմ մտածում, ես ստում եմ, թե ժողովրդավար եմ, ես ստում եմ, թե սիրում եմ մարդկանց, բայց հիմա կասեն, թե չեն ասի իրենց խնդիրն է։ Ձեր այդ հարցը ինչու իշխանությունները չընդունեցին։ Սկսում ենք նրանից, որ ամբողջ աշխարհում անաչառ լինենք, մենք գոնե անաչառ լինենք, իշխանության համար պայքարող քաղաքական ուժերը մի խնդիր ունեն, պես սատանայի նման գժված, ոնց հասնեմ աթոռին, ոնց բռնեմ աթոռը։ Հետո աթոռին որ նստեցի, ոնց անեմ, որ հարմար նստեմ, որ լավագույն դեպքում իմ ծրագրերը իրականացնեմ։ Իսկ մեծ մասամբ գրփեմ, թալանեմ, լցնեմ, որ գորս լցնեմ եւ այլն եւ այլն։ Հիմա թե ինչու իրենք չընթառացեցին, չգիտեմ, բայց որ հայ քիչ առաջ ճանապարհին մեկ ինձ ասում է, ախր այն ինչ որ դու գտել ես գիտնական մարդ է։ Այն ինչ որ դու գտել ես շատ կարեւոր բան է։ Փորձիր հանրամատչելի տար։ Ես հանրամատչելի նույնպես գրել եմ։ Դեմոս կայքեջը, դեմոս կետեմ, բաց է բոլորի համար։ Կարդացեք, բայց պիտի գամ ընդհանուրին։ Ըստ երևույթին մեր ազգի մեջ շատ են ոչ միայն նախանձներն ու եսակենտրոնները, այլ հիվանդները, որոնց պետք է խղճալ։ Շատ են անգրագետները, շատ են այն մարդիկ, որ նախանձից մեռնում են։ Նախանձ իրենց գլխավոր հատկանիշն է։ Իրենց քրիստոնյա են համարում, բայց չգիտեն, որ նախանձելը մեղք է, ծանր մեղք է։ Եվ անաչառ չլինելը նույնպես անազնիվ են, այսինքն շատ են դրանք։ Ես օրինակ ժամանակին կարողացա այն, երբ որ բոլորին ստիպում են գոռալ Ղարաբաղ, Լենին պարտիա Գորբաչով, ես կարողացա մարդկանց բացատրել, որ ինքնորոշումն է սկզբունքը։ Արցախցին ինքնորոշվել է։ Արցախցին նույնիսկ ցույց է տալիս, թե մենք որ առաջարկում ենք անկախություն հանրաքվեի ճանապարհով, թե ինչպես դա կարող է կյանքի կոչել։ Նրանք քանի որ ավելի ծանր պայմաններ են, նրանք ավելի շուտ ընկալեցին ինքնորոշման գաղափար։ Այսինքն տեսել եմ, որ ընդհանուր առմամբ որակյալ մարդիկ հայերի մեջ շատ ավելի շատ են։
Բայց երբ իրավիճակի տեր են դառնում կուսակցապետ անվան տակ տարբեր տեսակի եսակենտրոն մարդիկ, մեղմ ասենք, չէ, որ ընկալել լինի, այսինքն իրենցով հիացած մարդիկ, նրանք մոռանում են նաև պատմությունը։ Նիկոլը չէ, որ միայն մոռանում է պատմությունը։ Այնքան մարդիկ կան, ասում են մենք ազգային ենք։ Այդ տղա 60 տարեկան ես, դու ինչ ազգային, այ փալաս։ Դու ազգային լինեիր, կլինեիր ազգային միացյալ կուսակցության կողքին, անկախության պայքարի տարիներին։ Կլինեիր ԱԻՄ-ում։ Չես եկել, դու ինչ ազգային։ Հիմա ես դարել ազգային։ Դու գոնե համեստ եղի, ասա, ես շարունակում եմ ազգային գործերը, բա որ չեն ասում մենք միակ ազգայինն ենք։ Կամ ասում են ժողովրդավար եմ։ Այ փոքրիկ, դու գիտես ժողովրդավար ինչ է նշանակում։ Եթե գիտես ժողովրդավար ինչ է նշանակում, այդ ինչպես է որ դու ցուցակ ես կազմում տեխնատուների առանց ընտրության։ Ուրիշ բաների մասին շատ չեմ ուզում խոսել։ Մյուսն ասում է պետք է արդարամիտ լինենք եւ հանկարծ խոսում է պատմության մեջ եղած երևույթների մասին հաշվի առնելով դիմացինի համակրանքն ու հակակրանքը։ Դու ճիշտը պիտի ասես։ Հին ասացվածքը, չէ՞։ Մեռածների մասին կամ ոչինչ մի ասա։ Կամ են ասա ճշմարտությունը։ Ճշմարտությունը։ Բայց նրանք ասում են չէ, այդ մեռածը բարեկամ ունի, ոնց խոսեմ, որ նա չնեղվի։ Բայց դու մի խոսի ուրեմն, մի խոսի։ Բայց ով որ խոսում է ու ճիշտն է ասում, նա նրա համար է ասում, որ գիտեք, մեր կյանքում ամենից շատ դեր կատարում են օրինակները։ Պատահական չի, որ տարբեր ազգեր հերոսներ ունեն եւ այդ հերոսների կենսագրությունները ուսումնասիրում են տարբեր, մենք էլ չէ, տարբեր իրավիճակներում ինչպես են պահել իրենց, այս բանը լավ է, օրինակ խոսում եք, չէ, պետականության վերականգնման մասին, 1000 անուն ենք տալիս, վերջին շրջանում սկսեցին խոսել Գևորգ Կաթողիկոսի մասին։ Այդ օրինակները նրա համար են, որ այսօր գործեն։ Հիմա ես օրինակ հանդիսացած մարդս տալիս եմ մի լավ գործ ու մարդիկ, այս ոչ թե մարդիկ իշխանությունները չեն անցալում, ես ինչպես բացատրեմ։ Այնպես որ սիրելի Համլետ, չեմ կարող ասել, թե ինչի համար այդպես ստորվարվեցին մեր ժողովրդի հետ։ Շատ ցավալի է։ Գիտեք, պարոն Հայրիկյան, մեր զրույցի ընթացքում իսկ քանի որ սա ի վերջո մենք հաղորդման վերջում իհարկե այդ հարցի պատասխանը ձեզանից կընկալենք, լինել թե չնելու, շեքվիրանան այդ հարցադրումն է, մինչ այդ մենք ունենք մի քանի արխիվային տեսանյութեր, որոնք կաստիճանաբար մեզ տանում են դեպի այդ հարցի պատասխանը։ Ես գիտեմ, թե դուք ժամանակին ինչքան ծանր այսպես պայքարի միջև անցա, ձեր կարծիքը մեր 3 նախագահների մասին, բայց ավելի լավ է մի տեսանյութ հիմա դիտենք, որը ձեզ ինչպես ասում են, նոր խոսույթի առիթ կտա։ Խնդրեմ տեսանյութը։ Ցավոք սրտի մեր 3 նախագահների մասին խոսելիս էլ ավելի շատ բացասականն ես հիշում եւ դա մի խարան է, որ ծանրացած է մեր ժողովրդի վրա։ Մենք քաղաքական ուժերի գործունեության ընթացքում քաղաքական նախասիրությունները բացառել չենք կարող։ Այդ նախասիրությունները որոշ դեպքերում կարող են ընկալվել որպես քաղաքական հալածանքներ։ Օրինակ ժամանակին, երբ մենք Պարավաքարի մասին Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էինք, ինքն ասում էր, չէ, ինչի մասին է խոսքը։ Հետո հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դատարանը 96 թվականին Պարավաքարի դեպքը դատապարտեց որպես նախագահական ընտրությունները անօրինական դարձնող երևույթ, որտեղ տեխնատուներից մեկի ճանապարհին խոչընդոտ էր դրված եղել։ Հիմա ասեք ասում են ոչ, այդտեղ քաղաքական նկատառումներ չկան, բայց պարզվեց քաղաքական նկատառումներ են։ Երբ քաղաքական իշխանությունը ինչ-որ քայլեր է անում, կարող է լինեն նաև քաղաքական նկատառումներ, բայց դա միանշանակ չի նշանակում, որ բացասական է։ Այո, ես ունեմ քաղաքական նկատառումներ, որ Հայաստանում քաղաքացին լինի երկրի տերը։ Դրա ճանապարհին կանգնած մարդկանց ես իշխանություն ունենալ դեպքում պատրաստ եմ ասպարեզից հեռացնել, ոչ թե վերացնել, այլ հեռացնել։ Եթե կա տեխնատուներ եւ տեխնատուներից մեկը դառնում է երկրի նախագահ, իմանալով որ մյուս տեխնատուն զրկված է եղել մասնակցելու իրավունքից, այդ արդեն ինքն է պատասխանատվություն կրում։ Մյուս տեխնատուները, որ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած մարդիկ էին։ Լևոն Տեր-Պետրոսյանը թող Վազգեն Մանուկյանին նշանակեր վարչապետ հրաժարականից առաջ։ Դա կլիներ նորմալ դրսևորում։ Նաև Մեղանչում 96 թվականի իր արդեն հանրահայտ հայտնի հանցագործության դեմ ինքը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետև մտածում էր պաշտպանված լինելու մասին, պատահական չի։ Դուք որ ասում եք, որևէ մեկը նախորդին չդատապարտեց, դա ինքը այնպեսի, ինչպես Ելցինը չդատապարտվեց Պուտինի կողմից։ Դրա համար էլ Ելցինը բերեց Պուտինին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը Լևոնի բերած մարդն էր։ Լևոնի այնտեղ դեռ ավելին Վազգեն Սարգսյանն էլ հպարտանում էր, Վազգեն Սարգսյանը ասում էր 100%-ով էլ շահեք մեկ է չենք ընդունելու, Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի հեռացներ անմիջապես այդպիսի պետական պաշտոնյան։ Ուրեմն դրանք նույն ոչ բարեկիրթ, ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին։ Դրա համար նրանցից նախորդի դատապարտում սպասել չէր կարելի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ, ում մենք աջակցել ենք եւ առաջիններից ենք, որ աջակցել ենք եւ ոչ միայն աջակցել ենք, այլ կոչ ենք արել բոլորին աջակցել։ Ես չեմ գերագնահատի դա, բայց չեմ էլ թելագնահատի։ Ում դաշնակիցն ենք եղել հենց սկզբից։ Նա անկասկած ունի ինչ-որ բարդույթներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Բարդույթներ, որտեղ նրա աշակերտն է եղել։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ։ Հարցրեք 96 թվականին դու որտեղ էիր, որ թիմում էիր։ Ընդդիմադիր միասնական թիմում, մեր ստեղծած թիմում, թե որ դրա համար այդ բարդություններն էլ կարող են ազդել, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը ընդգծված ազատություն է տալիս իրավապահներին, դա թույլ է տալիս ակնկալել, որ դրական տեղաշարժերը կշարունակվեն։ Պարոն Հայրիկյան, նման հանդիպումներ լրագրողների, ձեր ինչպես ասում են համախոհների հետ հաճախակի են եղել։ Այս խոսքերից, որ դուք քիչ առաջ հնչեցիք, ինչն էր ամենակարևորը ձեզ։ Գիտեք, այսպեսի հարցազրույցներ հարյուրավոր են եղել եւ այդ պահի ինչ շեշտադրում, օրինակ, երբ խոսվում է այն բանի մասին, որ այստեղ մենք աջակցել ենք Մերժիր Սերժի սահմանադրությանը նախաձեռնությանը եւ այդ պահին խոսակցության ժամանակ բնականաբար Մերժիր Սերժին կարգախոսովիչածը համարվել է հնարավոր ներուժային գործընկեր, բայց հետո տեսեք սրանից երևի մի 5-6 տարի հետո կամ չէ, այս հարցազրույցից շատ կարճ ժամանակ հետո ես որտեղ չեմ հիշում այս հարցազրույցը ինձ համար ես կարծես ուրիշի հարցազրույցն դիտելս լինեի։ Դու իրավիճակը գնահատում ես, տեսնում ես որքան էր այդ մարդը իր խոսքերին հավատարիմ եւ ըստ այնմ արագ գնահատական պիտի տաս։ Շատ մարդիկ որ ինձ ասում էին, բայց դու ողջունեցիր Նիկոլ Փաշինյանի Մերժիր Սերժին կարգախոսը, ես ասում եմ դրա տակ բոլորս հասկանում էինք Մերժիր Սերժ Սարգսյանի այսօրվա այս աղետաբեր սահմանադրությունը, դրա համար էլ կողմ եմ եղել, բայց երբ տեսա որ իր համար դա իսկ հիմա արդեն 100% համոզված, որ դա ոչ միայն իր համար կարևոր չէ, այլ ինքը շատ լավ հարմարվեց այդ սահմանադրությանը։ Բնականաբար սա դառնում է անցյալում այսինչ օրը ասված տեսակետ, որը դրանից 2 շաբաթ հետո արդեն առարկայական արդյունքներով այլ եզրահանգման է հասցրել։ Իսկ որ սահմանադրությունը, այս օրերի համար դա կարևոր է, որ սահմանադրությունը ինքը չէր ընդունում, Սերժ Սարգսյանը չէ, որ իշխանության էր եկել սահմանադրության փոփոխությամբ։ Դա բոլորի համար էր ակնհայտ, որ թվում էր, թե առաջին գործը պիտի լինի Մերժիր Սերժինը, չէ՞ որ Մերժիր Սերժի կարգախոսով են եկել ասպարեզ։ Այնպես որ ես, ասենք, հատուկ որևէ բան այս հարցազրույցի մասին ասել չեմ կարող, բայց քանի որ ընտրական փուլում ենք ապրում, ուղղակի ես զարմանում եմ, որ քաղաքական դաշտում իմ այդ բազմաթիվ հիշեցումներից հետո ինչի որևէ քաղաքական գործիչ չասեց Նիկոլ Փաշինյան, դու 18 թվականի կառավարության ծրագրում գրել ես այս ընտրական օրենսգրքով, որ նշանակում է այս սահմանադրությամբ, արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Հիմա այդ օրենքն ու սահմանադրությունը դեռևս պահպանված են։ Ինչպես ես դուք ես համարում արդար ընտրված եւ ինչպես ես հիմա էլ նորից ժողովրդին տանում ընտրության այն դեպքում, երբ կա այլ ընտրանք։ Չէ՞ որ քեզ տրված է նախագիծ, 10 անգամ է տրվել, դուք հրեական հանցագործություն կատարելով քննարկման անգամ չես դրել Հայաստանի անկախության պայքարի առաջնորդի նախագիծը։ Տարրական պարկեշտությունը կպահանջի, գիտես, քանի որ մեր անկախության պայքարի առաջնորդն է, արի մի հատ քննարկեն գոնե։ Դա էլ չես արել, որովհետև իրականում արել են, ասել են սա անժխտելի, մերժել հնարավոր չի։ Դրա համար չդնենք, ախր սա որ դրեցինք, ես մեն իշխան չեմ կարող լինել, կլինի իշխանությունների տարանջատում եւ այլն, ժողովուրդը կունենա վերահսկողության իրավունք իր հաճախակի ընտրություններով։ Մի քիչ շեղվեցի հարցից, բայց ուզում եմ ասել, որ այսպեսի հարյուրավոր, նույնիսկ կարող ենք արդեն հազարների հասնել, հարցազրույցներ կարող են լինել, որոնք այդ պահին ասված են այդ
պահին գործող իրավիճակի պայմաններում։ Պարոն Հայրիկյան, ես պիտի ասեմ, որ քանի որ ընտրությունները, ինչպես ասում, քարոզարշավը մեկնարկել է, հիմա մենք շատ բաների ականատես կլինենք, ինչպես են մի կառույցը մյուսի կոկորտը կրծում, բայց այնուամենայնիվ այս առաջիկա ընտրություններում դուք ում եք համակրում այն կառույցներին, այն քաղաքական ուժերին, որոնք ընդունում են ձեր նոր սահմանադրությունը եւ պատրաստ են այդ սահմանադրությունը կյանքի կոչելու, այդ մարդկանց ինչ կուզենայիք մաղթել։ Տրամաբանական է, որ երբ դու խոսում ես համազգային նշանակության խնդիրների մասին, պիտի ոչ թե մարդկային համակրանքներով ու հակակրանքներով խոսես, այլ քո ունեցած պատկերացումներին դիմացինի կամ տվյալ միջավայրի, տվյալ միջավայրում գործող քաղաքական ուժերի համակրանքներով եւ հակակրանքներով, այսինքն գաղափարական հակակրանք, համակրանք, ոչ մարդկային։ Դրանից ելնելով մենք դեռևս երբ նախընտրական արշավը սկսված չէր, հայտարարեցինք, որ մեր մոտեցումը հետևյալն է. կան հազարավոր հարցեր, բոլոր հարցերի նկատմամբ մենք վերաբերմունք ունենք, սկսած հարկային տերորից, վերջացրած ստախոսությամբ, միջազգային ասպարեզում ճիշտ կողմնորոշմամբ, հայության վարկանիշը վերականգնելով, ինքնորոշման իրավունքի ուրացումը դատապարտելի համար այդ բոլորը ունենք։ Բայց կա մի գերհարց։ Գերհարցը քաղաքացուն երկրի տերը դարձնելն է։ Դա պիտի բոլոր, գիտեք, դեռևս ֆրանսիական հեղափոխությունից հետո ընդունված հռչակագրում ասված է, քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը դա մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Հայաստանում ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից ես չգիտեմ նրան, ով որ հայտարարում է, որ իր համար մարդու իրավունքները պաշտպանելը ամենակարևոր բանն է։ Մենք նախնական փուլում մի պահ դրական արձագանք ստացանք մեր սահմանադրության վերաբերյալ դոկ կուսակցության շտաբի պետից։ Նա որպես իրավագետ Լևոն Բաղդասարյանը մշտապես խոսել էր սահմանադրության մեր նախագծի մասին, չլինելով այմական, այդպես ասեմ։ Իդեպ ձեր սահմանադրության ջատագովն է, պարոն Բաղդասարյանը։ Մենք այդ հողի վրա կարծես թե համաձայնության էինք գալիս, բայց քանի որ մենք ուզում էինք գնալ ոչ թե ասում էինք, որ այս գիտեք 18 թվականին Նիկոլի ասած խոսքերն էին կրկնում։ Ասում էինք, որ այսպեսի խուժան սահմանադրությամբ եւ դրանից բխող ընտրական օրենսգրքով ամոթ է ունենալ բացարձակ ժողովրդավարության նախագիծ, որ արդեն 12 տարի շրջանառության մեջ է, 12 տարի, եւ գնալ այդ հավասարազանանան, որ ես այս բաժակով ջուրը դնեի մի կողմ, ասեի գնացեք են ճաշից ջուր բերեք, խմեմ։ Դրան է հավասար։ Մենք մեզ դա թույլ տալ չէինք կարող։ Բայց որպեսզի արագացնենք գործը, մենք հայտարարեցինք, որ ով որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը ընդունում է, նրան հետ պատրաստ ենք դաշինք կազմել։ Դաշինք կազմել չստացվեց, Լևոն Բաղդասարյանը չնայած խոսեց դրա մասին, որ իրենք ամբողջությամբ ընդունում են եւ կարող են առաջնահերթություն համարել, դաշինք կազմել չստացվեց։ Հիմա գործող քաղաքական ուժերի մեջ այս կամ այն չափով ոմանք կապկում են, կրկնում են, ոմանք վերցրել են որոշակի դրույթներ, բայց ցավոք սրտի պիտի ասեմ, որ ես չեմ կարող նշել որևէ այլ կազմակերպություն, որը հասկացել է դրա կարևորությունը կամ որը մի քիչ ավելին է պետք ասում է, որ մենք հաջողության գալու դեպքում առաջին հերթին այդ սահմանադրությամբ կզբաղվենք։ Չկա այդպեսի քաղաքական ուժ։ Ավելի շատ են այնպեսիք, որ ասում են, այ մենք որ գանք իշխանության, մենք էլ մեր սահմանադրությունը գրենք։ Սա ցույց է տալիս դիմացինների անգրագիրությունը։ Աշխարհում 400 սահմանադրություն կա։ Հարցը սահմանադրություն գրելը չի։ Հարցը գտնել մի բան, որ քաղաքացին իսկապես դառնա երկրի տերը։ Եվ այսօր ճանապարհին որ ասում եմ մեկին զանգարեց, ասում եմ, ես զարմանում եմ, թե մաթեմատիկական ճշգրտությամբ այդ բանը ինչքան ճիշտ է հաշվել, որ ընտրություններից հետո էլ քաղաքացին պարլամենտ իր ներկայացուցիչ չի անցել, բայց այդ քաղաքացին կարողանում է զգալ, որ ինքը ներկա է ու մասնակցում է պետական գործերին։ Ես ուղղակի ամաչում եմ, որ այսքան քաղաքական ուժերի մեջ ոչ մեկի մասին չեմ կարող ասել, որ այ գրագետ քաղաքական ուժ է, քաղաքական ուժի մասին եմ խոսում։ Միակը կրկնում եմ Լևոն Բաղդասարյանի թերևս անհատական գիտական մոտեցումն է։
Իսկ մյուսների մոտ նույնիսկ գիտեք հակը մասնակցում է, կանչել են զեկուցել եմ։ Ժառանգությունը կանչել է զեկուցել եմ։ Այս նոր կուսակցությունը Գուրգեն Սիմոնյանի դեն մասնակցել եմ, ԱԺԲ-ն կանչել են մասնակցել են, այո, բայց հետո ինչ լսել են, բայց այդ հաստարակ բանը, որ գլխավոր խնդիրը քաղաքացուն երկրի տերը դարձնելը չեն անցալել։ Դե եթե ուզում եք այսպես խոզանոցում ապրել, գնացեք խոզերի հետ խոզի պես ապրեք։ Պարոն Հայրիկյան։ Մի քիչ տգեղ է հնչում, բայց տեսեք, ես չեմ ասում ինձ ընտրեին, չէ։ Ես չեմ ասում ԱԻՄ-ին նախապատվություն տային, ոչ էլ ԱԻՄ-ն է այդպես ասում։ ԱԻՄ-ը 60-ամյա կազմակերպություն է։ Միակ կազմակերպությունն է հայ իրականության մեջ, որ կարողացել է ազգին որևէ օգտակար բան տալ, որպեսզի մերկապարանը չլինի։ Մենք թափառական գաղթական ժողովրդից դարձանք միջազգային իրավունքի ենթակա։ Շնորհիվ ԱՄԿ ԱԻՄ-ի ծրագրերի, իմ առաջնորդությամբ։ Բայց այսինքն մենք ավելի շատ իրավունք ունեինք հասարու բոլորին, որ եկեք համախմբվենք այս փուլում մեր միասին աշխատենք։ Բայց դա չենք ասում, ասում ենք տեսեք, մի լավ նախագիծ կա, որը կիրառելու դեպքում հայ ազգը դառնում է մի ուրիշ մակարդակի ազգ։ Սրանք չէ մենք էլ մերը կգրենք, գնացեք գրեք, գրող լինեիք, մի օր գրած կլինեիք։ Պարոն Հայրիկյան, հաղորդման սկզբում ասեցի, որ շատ հետաքրքիր պայքարի ճանապարհ եք անցել, բայց կա մի անձնավորություն, ում հետ դուք եք դրել լինել թե չլինելու հարցը, հարցադրումը, բայց այդ անձնավորությունը գնաց մեկ այլ ճանապարհով, դուք գնացիք մեկ այլ ճանապարհով։ Մեկը չի եղել, ովքեր են։ Հիմա ես ուզում եմ տեսանյութը դիտենք, արդեն հասկանալի է դու էլ գլխավոր անձնավորությունը, ում հետ դուք այսպես շեղվեցիք ճանապարհները, ձեր գնացիք տարբերությամբ։ Խնդրեմ նախ տեսանյութը։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։
լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է եթերում եւ մեր հյուրը մեր հանրաճանաչ պետական գործիչ Պարույր Հայրիկյանն է։ Պարոն Հայրիկյան, դե այդ կարգախոսը պայքար միջև վերջ ձեզ քաշ ծանոթ է։ Ես ուղղակի հիշեցի 2008 թվականին տեղի ունեցած տխուր իրադարձությունները, որի առիթով այն ժամանակ ասացի, տխուր որ ասում եմ, շատ անցանկալի պետք չէր, որ մենք նաև այդպիսի փուլ ունենայինք, պետք չէր, որ 96 թվական ունենայինք, պետք չէր պարավակար ունենալ, այսինքն կարող էինք խուսափել այդ բաներից։ Ասենք Լևոն պիտի ստանայր 51%, արժեր դրա համար, ասենք, որ ինչևէ։ Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն է երևում, ես այնպիսի մարդ չեմ, որ որևէ մարդու անցալեմ բացարձակության մեջ։ Տեսել եմ նաև իր առողջ դրսևորումները, օրինակ ի վերջո առողջ էր, չէ՞ որ հասկանալով, որ ինքը այլևս վարկանիշ չունի, մարդը ասեց, ես ինքը իր մեջ լեգիտիմ չեմ, ուրեմն հրաժարական եմ տալիս։ Բայց եթե ինքը ասում էր, որ ակնարկում էր հեղաշրջում է եղել, մարդիկ ասում են հեղաշրջում է արել, հեղաշրջման պերացել, բա պիտի հետո քննեին, չէ՞ հեղաշրջումը ինչպես եղել։ Ուրեմն 2008 թվականին Լևոնի հետ տեղի ունեցած այն, որ մենակ նստած էր հրապարակում կամ հետո մեղադրում են, որ տնից դուրս չեկավ, ես գնացի ստուգելու, ես Սերժ Սարգսյանին այն ժամանակ մեղադրել եմ, ասում դուք Լևոն Տեր-Պետրոսյանին փակի տակ եք պահում, ասես ոչինչ չի խանգարում քեզ գնալ ստուգել, մենք իրեն փակի տակ չենք պահում, ես զարմացա, ասի դե հենց հիմա գնում եմ, գնացի ստուգեցի ու պարզվեց, որ ինքը դուրս չի գալիս իրեն, որ կանչում են։ Ես հասկացա, դա էլ հոգեբանական վիճակ էր ու այնտեղ ասեցի, դու Լևոն ստանում ես պարավակարի պատասխանը։ Կամ ստանում ես պատասխանը այն բանի, որ ինձ ասում ես, ինձ Վազգեն Սարգսյանն ասել է, որ դուք պաշտպանված եք, որտեղ որ բնակավայրեր եք ստեղծում, 2 օրից հարձակվում են եւ իմ նվիրյալ մարդկանցից ի վերջո 23-ը զոհվում են։ 19-ն առաջին օրը, 4-րդ օրը։ Դրանից հետո դու պիտի կանչեիր, չէ՞։ Վազգեն Սարգսյանն ասել, դու ինձ խաբել ես, ասել ես, որ պաշտպանված է, հրապարակավ պիտի ասեիր։ Մարդիկ քեզ հավատացել են, բնակավայրեր են ստեղծել։ Մենք գոնե կարողացանք փախստականներին փրկել նոր կոտորածից։ Ինչևէ, ուզում եմ ասել, բայց մյուս կողմից հիշում եմ, որ 90 թվականին երբ ես վերադարձա, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ ասեց. մենք բոլորս երախտապարտ ենք Պարույր Հայրիկյանին եւ իր ընկերներին։ Նրանց հետևողական պայքարի արդյունքում ամբողջատիրությունը նահանջեց եւ մենք մեզ համար ճանապարհ բացեց։ Այսինքն այդ խոսքերը նույնպես չեմ մոռանում։ Կամ 98 թվականին երևի Սթափության պահներ հարցնում են ով է ձեր քաղաքական իդեալը, ասում է Պարույր Հայրիկյանը։ Մի կողմից ես կարող է դրանից շոյվեի, չէ՞ որ երկրի նախագահ եղած մարդը, բայց մի անգամից մտածեմ, լավ, եթե ես քո իդեալն էի։ Այդ ինչու էր դու 91 թվականին պարլամենտի ներսում հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ կարգադրում Արտաշես Թումանյանն է, կենթանի է, որ այն ձայները, որ Հայրիկյանն է ստացել, իրեն մի տվեք, փոխեք տվեք մրցակցին։ Կամ 98 թվականին հրաժարականից առաջ քեզ ասում է Լևոն, եթե դու իսկապես հրաժարական ես տալու, առանձին հանդիպել ենք։ Եթե հրաժարական ես տալու, մի հատ լավ ընտրություն կազմակերպի նոր հրաժարական տուր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ցավոք սրտի ես օրինակ ուրախ կլինեի, չէ՞ որևէ իշխանավորի օգնել, բայց ինձ համար մի բան դեռ սկզբից ակնհայտ էր, ու եթե դրա մասին ասում ես, մարդիկ կարող էին մանավանդ որ իշխանական լծակները բամբասելով էին զբաղված։ Դու գիտեք, բանակին դեմ էին խոսում սրանք։ Պարլամենտում կարող եք հարցնել հին պարլամենտականներից։ Ամբողջ պարլամենտին փորձեցին բանանել, թե Հայրիկյանն ասում է ազգային բանակ։ Ինչներից է պետք ազգային բանակ, ով պիտի պահի։ Մի խայտարակություն էր։ Վազգեն Սարգսյանն էլ որ բանակի հիմնադիր է համարվում, ասում էր մենք պայմանավորվել ենք ռուսների հետ, Վանաձորում պիտի մեր տղերքը ծառայեն, բայց սովետական բանակում։ Հիմա տեսեք 90 թվականին երբ ես արտաքսված էի սովետական միության բոլոր քաղաքականավորներին արտաքսված Գորբաչովը նրանց քաղաքացիությունը վերականգնեց բոլորինը բացի ինձնից
Ես ընտրված էի падգամավոր։ Լևոնը դեռ ընտրված չէր, ես ընտրված էի։ Ես 90%-ով եմ ընտրվել։ Այսինքն այն ժամանակ ազգին չէին հաստրել բթացնել այս աստիճանի։ Որպես անկախության պայքարի առաջնորդ 92% էի ստացել Փարաքարի շրջանում։ Ինձ պետք էր մի հատ անձնագիր ուղարկել։ Իրար հետ պայմանավորված չուղարկեցին, բայց ստեղ մի ուրիշ բան եմ ուզում ասել կարող եմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ի վերջո մտավորական էր, չէ, գիտնական էր։ Մտավորականը ավելի շուտ պիտի դա իմանա, քան որևէ մեկ ուրիշ մարդ։ Պետության ղեկավարումը, պետութենական գիտությունը, քաղաքագիտությունը, դա 2 ամսում, 2 տարում սովորելիք բան չէ։ Ինքը գիտեր, չէ, որ ինքը պետության ղեկավար լինել չի կարող։ Հետո ինչ որ կրուչկովը քեզ զարահապատ մեքենա է նվիրում։ Ես չէի ուզենա այսօր բացասական բաներ ասել մի մարդու մասին, որը արդեն պատմության բայց մեծ բացասական դեր կատարեց։ Ինքը թույլ չտվեց, որ հայ ժողովուրդը, տեսեք, իմ ընկեր Վացլավ Հավելը դարձավ Չեխիայի նախագահ։ Նա գոնե, գիտեք, ազգային հանրային գործունեությամբ զբաղվել էր իր Խարտիա 77, դրանից առաջ Civic Forum, քաղաքացիական ֆորում կազմակերպություններով։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ իմանալով, որպես գիտնական եմ ասում, իմանալով, որ ինքը ի վիճակի չէ։ Ինքը մտածեց, թե KGB-ի հետ նվերների, KGB-ի օգնության, Գորբաչովին հաջողախոսելու ճանապարհով կարող է երկիր ստեղծել։ Մեր ազգի պետականության վերականգնման հիմքերը դրվում էին 90-91 թվականներին։ Օրինակ ինքը եւ իր կողմնակիցները ասեցին հետաձգենք հանրակրվեն։ Մեր ազգը հանրակրվեն շատ ավելի էր պատրաստ, քան աշխարհում որևէ ազգ։ Մենք արդեն Արցախի ինքնորոշման օրինակ ունենք, ել չեմ խոսում, որ այդքան տարի աշխարհ։ Սրանք համոզեցին, որ 6 ամիս հետաձգենք, ինչ է թե սովետական օրենքում գրված է։ Բայց ներքին օրենքները միշտ ենթակա են միջազգային օրենքներին, հանրակրվեն կարելի էր անել ցանկացած օր։ Այնպես որ հիմա այսօր նայեցի ուղղակյանցյալի մասին այսպես ցավոքցրիվ խոսելը տեղին չէ։ Պատմական գնահատական ցավոք սրտի տվողներն էլ պատմաբաններն են, գրքերով, բայց ժողովրդի այդ զգացողությունը շատ հստակ է։ 91 թվականին նախագահ, առաջին նախագահ ընտրված մարդուց եւ իմ եւ մարդկանց սպասելիքներն այլ էին, բայց ինքը ինչով էր զբաղված, ասում էր ավելի վատ է լինելու։ Երկրի նախագահ ասում էր ավելի լավ է լինելու։ Եթե ավելի վատ է լինելու, ասա ու կարող է ավելի լավ անել։ Այնպես որ չինեմ այս տեսանյութը մեր հաղորդման հետ ինչքանով էր կապված, բայց ցավոք սրտի բացասականն ավելի շատ է, քան իր մասին խոսելիս։ Պարոն, ես ասեմ, որ թե ձեր ընկերներից, թե ձեր ընդդիմախոսներից շատերը այսօր եկել են այն կարծիքին, որ եթե ժամանակին ընդունվեր ձեր կողմից գրված նոր սահմանադրությունը, այսօր Հայաստանը կհայտնվեր բոլորովին այլ կարգավիճակում, ավելի ազատ, ավելի անկախ, առանց պատերազմների, հատկապես առանց այդ 44 օրյա խայտարակ պատերազմի։ Ես ծանոթ եմ այդ տեսակետներին, ուրախ եմ, որ կան մարդիկ, որ ճիշտ են գնահատում, հասկանում են։ Ես ասել եմ ախր բոլորին, ոչ մեկից գաղտնի չեմ պահել։ Սա քաղաքակրթական ներդրում է։ Եվ նույնիսկ գիտեք, հետ եմ գնացել, ասել եմ, տեսեք, սա ցույց է տալիս, որ պատահական չէր, որ դրախտավայրը պատմական Հայաստանում էր։ Պատահական չէր, որ Նոյան Տապանը եկավ Արարատիկա գաթին։ Պատահական չէր, որ այսօրվա մեր քաղաքակրթության հիմք հանդիսացող քրիստոնեական արժեհամակարգը որպես համակարգ, ոչ որպես համայնքային գաղափար, առաջինը ընդունվեց Հայաստանում։ Եվ հիմա էլի ես գիտեմ, պատահական չի, որ ես վաղը Չիչուների կեր դառնալու անձս, այս ֆիզիկական մարմինը կեր է դառնալու Չիչուներին, ինչպես բոլորին է։ Ինձ հաջողվել է, ինձ տրվել է մի բան, որը քաղաքակրթության հաջորդ փուլն է ու կապված է քրիստոնեական խտրականություն պիտի չլինի սկզբունքի հետ։ Եվ ես գտել եմ մի ձև, այդ ձևը համակարգել եմ, տվել մեր ժողովրդին։ Հիմա պիտի պատժվես, չէ, երբ դու լավ բանը չես անում։ Օրինակ մի երիտասարդ ինձ ասեցի, սարսափեցի, որ դա ասող երիտասարդն է։ Պարոն Հայրիկյան, գիտեք այնքան մարդեր լռում, երբ լսում էր, որ Հայրիկյանը ինքն է իր վրա կրակել։ Իսկ լռելը հանցագործություն էր։ Դե իրենք գիտեին, չէ, որ Հայրիկյանը իր վրա չի կրակել։
բայց խոսում էին։ Դրա համար պիտի պատժվեին ու պատժվեցին։ Բնականաբար Ագինեն անմեղ մարդ պատժվեց։ Տեսեք, թե իր վրա կրակելը ոնց է լինում։ Եթե դու ունես ճակատագրով արդեն իր ճշմարտացիությունը ապացուցած գործիչ, պիտի զգուշ լինես։ Ես ինձ համար չեմ արել, մայրիկիս դառապանքներ էի ուզում ես, թե ես մայրիկիս պակաս էի սիրում, քան որևէ մեկն է սիրում։ Իմ սիրած աղջկան քիչ էի սիրում, ազատությունը չէի սիրում, տախտակների վրա կարծրներում 300 օր, գիտեք 33 ամիս ստրոգը թյուրեմնի ռեժիմ։ Բանտային ռեժիմ կար, որին օրինակ Ազատ Արշակյանին, Աշոտ Նավասարյանին որ տվեցին չի ստպել։ Դրա սկզբնական մի քանի ամիսը տալիս էին ստրոգը թյուրեմնի։ Ես 33 ամիս եմ եղել ստրոգը թյուրեմնի ռեժիմ կոչվածում, ամենածանր ռեժիմն է։ Այդ բոլորը ես արել եմ նրա համար, որ ազգիս օգտակար լինեմ։ Աստված էլ տեսել է, ասել է, այս տղան հավատում է, իր հավատը իր ամենա լավ ապացույցն է, իր պահվածքով ինքը ցույց է տալիս, որ հավատը ճիշտ է, արի իր ուզածը տա։ Մեկ էլ հանկարծ Բրեժնևը իմ դիմումներին ի պատասխան ասում է, մենք մեր սահմանադրության մեջ որոշել ենք, որ արդեն պիտի նոր սահմանադրություն որ ընդունեց, հանրաքվեի օրենք էլ պիտի ունենանք։ Ես ուր Բրեժնևն ուր, բայց իմ ասածն անում է։ Հետո Գորբաչովին ասում եմ, Բրեժնևը որոշել էր, դուք օրենքը չընդունեցիք։ Գորբաչովը 90 թվականին ընդունում է օրենք սահմանադրության մասին, ասին ես ով էի որ դա անեի։ Եթե ամենակարողը չվերահսկեր։ Հիմա էլ ես ով էի որ այդ բացարձակ ժողովրդավարության մոդելը գտնեի, բայց տալիս եմ սրանք էլ ասում են գիտես պարույր, մենք արժանի չենք։ Մենք խոզ ենք, ինչ ես ուզում որ խոզը մարդավարի ապրի։ Մենք շակալ ենք, շնագայել։ Ինչ ես ուզում։ Եվ ես խոսքս վերաբերում է այսօր քաղաքական ասպարեզ իջած են լակոտներին, որ իրենց քաղաքական գործիչ են համարում։ Դուք ընդունակ չեղաք հասկանալու այս բանաձևը, դուք ուր եք ոտի տակ ընկել, ձեր փողերով եք աշխատելու, թե ձեր հիմար ակցիաների ցուցադրումով։ Պարոն Հայրիկյան, մենք բազմիցս նշել ենք, որ իսկապես Պարուր Հայրիկյանը պետական, քաղաքական հանրահայտ գործիչ է, բայց Պարուր Հայրիկյանը նաև եկեք չմոռանանք գրող եւ երգահան։ Հիմա մենք մի տեսանյութ ենք դիտում, որը մեզ այս ծանր քաղաքական թեմաներով խոսակցությունից կշեղի եւ մենք յուրովի կհանդիպենք Պարուր Հայրիկյանի հետ։ Խնդրեմ։ Անժամ այցելով տրտմություն անամոք, անդարձ հեռացած իմ սեր, այդ դու չես, այդ կյանքն է, այսպես անավոք, դու հավերժ ինձ հետ իմ ընկեր։ Ասպոս ինձ հիշող այդ ծելուկ մահաչ, երկնքում թապարով իմ սեր, ես քեզ աղերսում ու կանչում էի ցած, դու հենց սլանում էր վեր, ժամանակ նավիրեց կամուրջները բոլոր, իմ ամենք հեռու ենք, հեռու մոլոր։ Սակայն դու եղել ես իմ կյանքում, ապրում ես ու կաս իմ սրտում, թեև մենք հեռու ենք անդարձ հեռացած, ժամանակն է միայն հնացած։ Ժամանակ անհոգ է, ժամանակ անհոգ, այդ նա բաժանեց մեզ մեզնից, եկար համարենք ժամանակը սուտ, վերանանք այս դժգույն ներկայից։ Անցյալն է իրականը և մեր սերելով։ Անժամ այցելով տրտմություն անամոք, Անսպաս ինձ հիշող այդ ծելուկ մահաչ, փակենք մեր աչքերն ու լինենք, երջանիկ, փակենք մեր աչքերն ու
լինենք միասին փակենք մեր աչքեր ու լինենք Այո, սիրելի բարեկամներ, Պարույր Հայրիկյանը նաև երգահան է, հրաշալի երգ, որ 26 տարի առաջ է գրել պարոն Հայրիկյանը։ Նման ոսկալտուներ հաճախակ են լինում մշակութային։ Չէ, հաճախակի չէ, ես ընդհանուր թվով երևի 20 չհրապարակվածներ հետ 25 երգի հեղինակ եմ ընդամենը, բայց դրանք ժամանակին մեծ դեր են կատարել։ Դե եկեք եղբայրներ մենք միանանք, կամ հայենք մենք լինենք զինվոր երկրին պաշտպան, կամ կրկին ոտքի հայորդիներ, Աստված մեզ հետ է, որ շտյանը մեր ուղին, հետո զինվորի աղոթքը, մենք գերված ենք, հագսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես, այդ երկերը ժամանակին շատ տարածված էին, բայց երբ երկի մրցույթ տեղի ունեցավ, էլի 26 տարի առաջ էր, ոչ ոք չէր սպասում, որ ես սիրային երգ կտամ, ու 450 կոմպոզիտորների մեջ շահեց այդ երգը, ոչ թե ասա, այլ Սիրո թրջուն երգը, նաև ես գումար ստացա, որը հատկացրի Այմավան 1-ում կառուցված մեր եկեղեցուն, բավական մեծ գումար ստացա մրցանակը։ Ես երգեր կամ բանաստեղծություններ գրում եմ, երբ դրանք գալիս են։ Ինքս հատուկ չեմ նստում որևէ երգ գրելու։ Մի բան եղել է, որ հասունացած գաղափար Հայաստան երգս է, փորձել եմ դրան ձև տալ։ Մնացյալ դեպքերում հանկարծ զգացել եմ, որ գալիս է, օրինակ այս երգը զգացի, որ ինչպես ասեմ, չէ, տառապում եմ մարդկայնորեն և ծնվեց անամոք սեր, անժամ հայցերող տրտմություն անամոք, ասին տրտմությունն է հայցերում քեզ, ինչև է, բայց սա չի իմ համար ամենակարևորը, ինձ համար ամենակարևորը ժողովրդիս օգտակար լինելն է, օգտակար լինել նաև իմ օրինակով, որը 88 թվականին շատ մեծ դեր կատարեց, այն փողոց դուրս եկած մարդիկ, այն ժամանակ չկար է հայտարարություն տպել մարդկանց կանչել։ Գիտեին, որ Հայրիկյանը, որը 17 տարի նստել է բանտերում, այն ժամանակ 17 էր, հետ է եկել, հիմա շարունակում է պայքարը, գնանք տեսնենք ինչ է ասում։ Հետո որ իմացանք Արցախում ինքնորոշում ընթացք է ստանում, մենք մեր հանրահավաքը թույլ տվեցինք Իգոր Մուրադյանին և մյուսներին դա օգտագործել իրենց նպատակով։ Եվ այնտեղ էսպես էր, Հայրիկյան անունով մեկը 18 տարի նստել է բանտերում, հետ է եկել նորից պայքարի մեջ է, չի վախենում։ Բայց ես մարդ եմ, չէ՞, մի 5 տարի ես կարող եմ նստել։ Այդ օրինակը շատ մեծ դեր կատարեց։ Հիմա ամբողջ հայաստանյան քաղաքական դաշտը ոչ միայն այս դժբախտները, որ ասում էր, ամենաչգնահատված գործիչը Հայրիկյանն է, դու պետք է որ դուք ինձ գնահատեք, դուք ով եք որ ինձ գնահատեք, եթե Աստված ինձ գնահատել տվել է շնորհներ, որ ձեզ օգտակար լինեմ, ձեր գնահատել չգնահատել եմ ինչին է պետք, բայց սկսած նրանից վերջացրած մյուսները մտածում են ոնց անենք որ մենք լավը դուրս գանք, ոնց անենք, ես ոնց էի անում որ լավը դուրս գամ, նայում էի Ստեփան Զատիկյանն ինչ էր ասում, Ստեփան Զատիկյանի ասածներին հետևեմ, Հայկազ Խաչատրյանը ԱՄԿ-ի հիմնադիրը ինչ էր ասում, որ կոտրվել պետք չի, սրանցից վախենալ պետք չի, նրան հետևեմ։ Հիմա ես զուգահեռաբար չեմ թաքցնի, այն ամենադժվար տարիներին մտածում էի, չկոտրվեմ, օրինակ արտաքսեցին։ Հագին մարդիկ փախել են իրենք, չէ՞։ Ինձ բռնի ձեռնակապերով օթանավի մեջ են կառավարական օթանավ, տարան սկզբից Մոսկվա, վերջի փորձն արեցին։ Հետո էլի տենց ձեռնակապերով տարան Եթովպիա։ Բայց ես տեղում ասում եմ, ես հետ եմ գալու։ Ես հայ մարդկանց օրինակ էի տալիս, որ կարող ես 18 տարի բանտերում անցկացնելուց հետո քեզ տանում են ազատ աշխարհ, Ամերիկայի նախագահ Բուշը առաջարկում է աշխատել Արմանդո Վալադարեսի փոխարեն, արդեն նրա ժամկետը վերջացել էր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Ամերիկայի դեսպան, ես ասում եմ չէ, ես Հայաստան եմ գնալ, ես ախր ոչ մեկի հետ չի գնացել, ասում եմ ես գնալու եմ, ես մտածում եմ օրինակ տալ, հայ Հայաստանից պետք է չփախնի, դրա համար են իմ Հայաստան երգում վերջանում է այսպես, Ադամի ճակատագրով սփռված ենք աշխարհում, բայց եւ Նոյն է մեր նախահայրը։ Տեսեք Ադամը դրախտավայրից քշվեց, Նոյն է նաեւ մեր նախահայրը, պատտվեց եկավ Հայաստան։ Եվ մեր երկիրը
վերջին կայան եւ վերջանում այս խոսքերով դու ես Տեր մեր հույս ապավենը մենք զինվոր երկիրը կայան Հայաստանը հավերժ կայան իմիջիայլոց դրա հետ է կապված մեր ապագան հայերս կարողանան գալ ավելին այս իմ սահմանադրությամբ գենետիկ հայերը կարողանան գենետիկ հայեր վերականգնելու ճանապարհով մենք միանգամից դառնում ենք մի քանի տասնյակ միլիոն իսկ հետո մի քանի 100 միլիոն Պարոն Հայրիկյան, դե այս ամենից հետո Շեքսպիրյան ավանդական հարցադրման Հայրիկյանի պատասխանը ո՞րն է լինել, թե չլինել։ Ոչ լինելը դες դու որոշում, ոչ չլինելը դες դու որոշում։ Դրա համար Շեքսպիրի իր հերոսի միջոցով հնչեցրած այդ հարցը ինձ միշտ թվացել է անհասկանալի, բայց քանի կաս պիտի լինես Իսկ լինելու ճանապարհը Աստված տվել է պատվիր ծնողներից, որ օրերդ երկար լինեն։ Օրերդ երկար լինեն նշանակում է դու կաս։ Դա նաև նշանակում է երջանկություն։ Իհարկե, լինել եւ լինելու ընթացքում ապրել գերագույն ներդաշնակություն կազմող քրիստոնեական արժեհամակարգով։ Տեսեք, ներդաշնակություններ շատ կան, բայց գերագույն ներդաշնակություն է, որովհետեւ երբ տարբեր ոլորտներից նայում ես, օրինակ միշտ բարկանում է, ասում է, ոնց կարելի է եւ մի մտածիր վաղվա օրվա մասին։ Սխալ բան է, ոնց ես առաջին օրվանից մտածել եմ վաղվա օրվա մասին, վաղվա Հայաստանի մասին։ Բայց դա նշանակում է վաղը քո համար նպատակ չի այսօրն էլ միջոց, այսօր ճիշտ ապրի, կանոններով ապրի, այսինքն դա գերագույն ներդաշնակություն է եւ իհարկե լինել Եվ մեր հայրերին էլ շնորհակալություն հայտնել, որ ժամանակին աշխարհում առաջինը կռահեցին, թե ինչ մեծ բան է իրենից ներկայացնում քրիստոնեական ոչ միայն հավատը, այլ նաև արժեհամակարգը։ Եվ դրա ապացույցներ մեր բանն է։ Ինչի դաշնակցությունը, կոմկուսը, հնչակները, ռամկավարները ոչ մի բանի չհասան։ Պակաս հայրենասեր ինչ է, ինքան նվիրյալներ են ունեցել։ Բայց ինչի մեզ հաջողվեց, որովհետև մեզնից անկախ մենք հասկացել էինք, որ չար ծառը բարի պտուղ չի տա։ Առաջորդվում ենք քրիստոնեական սկզբունքներով, մարդուն հարգելով, մարդը Աստծո առաջ պիտի հավասար լինի։ Ի վերջո, այդ գիտեք գաղտնիությունից հրաժարվել։ Հասարակ բան է, չէ՞։ Հրաժարվում ենք գաղտնիություն պահանջող բոլոր գործերից։ Հետո իմացանք, որ դրանք բոլոր քրիստոնեության պատվիրաններն են։ Ու դրա համար Աստված մեզ ընթരാճ եկավ, մեր ազգին տվեց միջազգային իրավունքի ենթակա դառնալու շնորհը։ Այսօր որ գյադակ գյուդեք ասում են, մենք անկախ չենք, մենք պիտի անկախանանք, հասկացեք, դու այլ մակարդակի վրա ես, հիմա այլ մակարդակի վրա ես, դու արդեն միջազգային իրավունքի ենթակա ես, անկախ պետության գլխավոր գործոնն է, թե ինչպեսի միջազգային իրավունքի ենթակա կլինես, կախված է նրանից, թե դու ում ես ընտրում, գործակալի ես ընտրում, ստախոսի ես ընտրում, թե ընտրում ես արժանապատիվ պատասխանատու մարդու։ Ես որքան կարողացել եմ փորձել եմ նաև օրինակ ստեղծել, նաև անձնական ահագին սխալներով հանդերձ, ի վերջո չես կարող չէ 18 տարի բանտում լինել ու մայրիկիդ ցավ չպատճառել։ Դա ստորություն է նաև։ Խեղճ մայրս եկել Սիբիրներն է հասել, ասենք հայրս հիվանդ էր, քույրերս մեկը երեխա էր ունեցել, մյուսը նույնպես վատառողջ։ Մայրս գալիս է իմացել է 2 տարվա մեջ մի անգամ տղային պետք է կարող է սննդամթերք հասցնել 2 օրով տեսնել։ Ճանապարհին մի գնացքից մյուսն անցնելուց ասում են նստած լաց է լինում, որտեղ ճամպրուկները չէի կարողանում տանել, մյուս գնացքը հեռու էր։ Հիմա ես համոզված եմ, որ հրեշտակ է իջել այդ պահին։ Մի տղա է մոտենում, որ ասում մատուշկա, «Мир не без добрых людей»։ Դուր ես կտանեմ գնացինք։ Մայրս ասում է տղան որ գնում էր արագ-արագ քայլելով, ես մտածում եմ, բա որ հիմա վերցնի ու գնայես, ինչ պիտանեմ։ Այսինքն, որպես մարդ ես անձնական նաև սխալներ եմ թույլ տվել։ Այդ ինչ անես չէի կարող։ Մի անգամ սենատոր Ուելոփ Վայոմինգից իր ելույթում որ չասեց Հայրիկյանի ասեց գործի կարևորություններն է որ ինքը ոչ միայն իրեն է զոհաբերել, այլ նաև իր ընտանիքը։ Ես ինչ է ասում այս մարդը։ Ես իմ ընտանիքին չեմ զոհ։ Անցավ տարիներ մեծացա հասկացա որ բայց այդ տառապանքները որ տվել եմ ծնողներիս, որ այսօր էլ ինչ որ լակոտ կանգնի ասի մորուքի տակ ինչ ա գրած։ Պատկերացնում եք, տենց ստորներ կան։ Ես ասի լսի տղա ջան, ասենք թե աչքս էլ հանածելնեին բանտում։ Քո ազատության համար բանտ եմ գնացել։ Ասենք թե գրածել է, չնայած սուտ է, էլի, Աստված ինձ պահել է։ Այսինքն դու պիտի ասեիր ուրախանայիր դրանով, թե ասեիր ինձ համար, իմ ազատության համար այս մարդը
տառապանքներ է գրել։ Կներեք, ես այսպեսի բանի չէի պատրաստում, չէի եկել իմ մասին խոսելու, կարծում եմ պետք է խոսենք ընդրաշավի բանի մասին։ Բայց ամեն դեպքում Մեր նպատակը այն Ստացվեց էր խոսեցինք։ Պարուր Հայրիկյանին ներկայացնել առանց գրիմի։ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, դե իսկապես հրաշալի հյուր ունեինք։ Պետական հզոր մի գործիչ է այսօր հյուրընկալվել Փակ TV տաղավարում լինել, թե չլինել հեղինակային ծրագրում։ Պարուր Հայրիկյանն է այդ անձնավորությունը։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։